1994-ի դեկտեմբերի 19-ին մայրաքաղաքի իր տան շքամուտքի մոտ սպանվում է Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը։ Ընդամենը 3 տարվա անկախություն ունեցող Հայաստանում արդեն սպանվել էին ազգային անվտանգության նախկին նախարար Մարիուս Յուզբաշյանը, հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը եւ գրողների միության նախկին նախագահ Վարդգես Պետրոսյանը։ Սպանության պահին Համբարձում Գալստյանն այլևս քաղաքապետ չէր, զբաղվում էր գործարարությամբ։ Մարդասպանն այդպես էլ չի բացահայտվում։ Համբարձում Գալստյանի սպանության 7-րդ տարում նրա հարազատների կարծիքով նախաքննական մարմինն ըստ էության ոչինչ չի բացահայտել։ Ինձ համար բացահայտված է։ Հարազատների կարծիքով սպանության պատճառներից տեղյակ են Լևոն Տեր-Պետրոսյանը, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը հենց սպանության օրը հայկական մոլիբդենի եւ պղնձի վաճառքի հարցով պետք է ընդուներ Համբարձում Գալստյանին, սակայն չընդունեց։ Նախաքննական մարմինը սա գիտի։ Կգնաք, ասեցի, առաջի կկանչեք Հրանտ Բագրատյանին, ինչ է հանդիպումը չկայացավ։ Վանոյին կկանչեք։ Այ, ասեցի, գնացեք այդ բարձր վերևներում մանեկեք։ 1997-ի այսօրն ստեղծվում է Հայրուս Գազարդը, այդ արդիվ պայմանագիր է կնքվում ռուսական Գազպրոմի, Իտերայի եւ մեր էներգետիկայի նախարարության միջև։ Նախատեսվում է, որ մինչև 2000 թվականը 450,000 ընտանիք Հայաստանում գազ կստանա։ 1999-ի դեկտեմբերի 19-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատարանի ճաղերի հետևում քննվում է հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի եղբոր Առաքել Մովսիսյանի գործը։ Նա մեղադրվում է 27 միլիոն դրամ արժեցող ոսկու հափշտակության, թմրանյութեր պահելու եւ ապօրինի զենք կրելու մեջ։ Նույն օրը հրավիրած համագումարում Հանրապետական կուսակցությունն ի տարբերություն Երկրապայի հոկտեմբերի 27-ում դեր ունենալու մեղադրանքներ չի շռայլում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին։ Սակայն կուսակցության նախագահը պետք է անդրադառնա Սերժ Սարգսյանի այն մտքին, որ Վազգեն Սարգսյանի սպանությանը կարող են մասնակից լինել նրան մոտ մարդիկ։ Սերժ Սարգսյանը ինքն է ասել, որ Վազգեն Սարգսյանի մոտիկ ընկերն էր։ Իդեպ համագումարին մասնակցում էր նաև վարչապետ Արամ Սարգսյանը։ Գեղարվեստական ելույթ չկար։ Վարչապետին նյարդայնացնում է մամուլի այն նկատառումը, թե Ալեքսան Հարությունյանի հնարավոր մասնակցությունը հոկտեմբերի 27-ին կրվածրել է նախագահային եւ վարչապետին եւ գուցե բանը հասնի նախագահի արտահերտ ընտրություններին։ Զարմանալի բան է։ Ես երևի թե սկսեմ մամուլը չկարդալ։ Ալեքսան Հարությունյանի մասնակցությունը բացարձակ չի նշանակում նախագահի մասնակցություն։ Ինչու պետք է լինի արտահերտ նախագահական ընտրություններ։ Եթե կան դրա համար օբյեկտիվ, սուբյեկտիվ պայմաններ, խնդրում եմ ինձ ասեք։ Հաջորդ տարի այս օրերին մաքսային եւ հարկային ոլորտների բարեփոխումները բացարձակապես չեն ուրախացնում Բագրատաշենում առևտուր իրականացնողներին։ Ամեն երեքշաբթի այստեղ բաց երկնքի տակ արվող առևտուրը կրկնակի է աշխուժանում եւ դա կարող է վնասակար լինել մարդկանց կյանքի համար։ Երեքշաբթի օրը հնարավոր է որ ստեղ դաժե մարդիկ մահանում են։ Ով այդ մասին մտածում։ Ընքան ժողովուրդ շատ ախիտ է որ չեն կարող